Մայիսի 8-ին կայացավ Զերոյի պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվեց առաջին հայկական արհեստական բանականությունը, ստեղծված հայ ծրագրավորողների կողմից։ Միջոցառումը մեկնարկեց հյուրերի ընդունելությամբ, որից հետո Զերոյի ամբասադոր Եգոր Գլումովը հանդես եկավ ողջույնի խոսքով, ազդարարելով տեխնոլոգիական կարևոր իրադարձության սկիզբը։ Զերոյի հիմնադիր Սամվել Թադևոսյանը ներկայացրեց նախագծի գաղափարախոսությունը, տեսլականն ու այն ճանապարհը, որով հայկական LTE տեխնոլոգիան պատրաստվում է մուտք գործել զարգացման նոր փուլ։ Նրա խոսքով նոր ստեղծված արհեստական բանականությունն ունի իր առանձնահատկությունները եւ հենց դրանով էլ տարբերվում է աշխարհում գործող այլ LTE համակարգերից։ Ինքը կարողանում է հենց միանգամից իր չաթի ներսից հրահանգներ կատարել։ Այս պահին մենք շուկային ենք ներկայանում ուղևորափոխադրումներով, բացի արհեստական բանականությունով, որը որ քվանտային մեխանիկայի խնդիրներ է լուծում ու ինքներդ կարող եք կամ տեքստեր գրում կամ սցենարներ գրում, ինչը որ ուզենաք իր հետ անեք, ինքը հստակ անելու է։ Ինքը կարողանում է հստակ հրահանգավորի, ասենք, մեքենա կանչի ձեր համար։ Ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ծրագիրը լիովին անվճար է, քանի որ համակարգը դեռ նոր է գործարկվում, այն եւս պետք է սովորի, եւ որքան շատ մարդիկ օգտվեն ծրագրից, այնքան ավելի արդյունավետ այն կդառնա։ Նա ընդգծում է, որ արհեստական բանականությանը պետք է վերաբերվել ինչպես երեխայի, որպեսզի այն զարգանա եւ կատարելագործվի։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ օգտատերերի համար նախատեսված բացառիկ առաջարկներին ու ակցիաներին։ Բոլոր կոնկուրենտներից ավելի մատչլիգին ենք տալու գործընկերներին, այսինքն 17-6% է լինելու միջնորդավճարը այլերի 22-ից մինչև 26%-ի։ Բացի դրանից այս պահին ակցիա է գործում, այն տաքսոպարկերը կամ այն գործընկերները, որ կդառնան մեր Զերոյի ֆրանչայզիներ, իրանք ինչքան ակտիվ վարորդներ ներգրավեն, մենք այդ թիվը կկրկնապատկենք, այսինքն իրանց եկամուտը 2 անգամ ավելի շատ կլինի, քան կա այս պահին։ Ծրագրի հեղինակ Արման Ասատրյանը ներկայացրեց Զերոյի տեխնիկական հնարավորություններն ու համակարգի աշխատանքի սկզբունքները։ Նրա խոսքով ոգևորությունը եղել է հենց սկզբից, սակայն սեփական աշխատանքի նկատմամբ վստահությունն առաջացել է արդեն ընթացքի կեսից։ Ամենասկզբում չէի սպասում, բայց երբ որ սկսվեց արդեն պրոյեկտը ստացվել եւ ինձ մոտ եւ Սամվելի հետ համագործակցությունը ստացվեց, այդ ժամանակվանից արդեն հավատացել եմ, որ Զերոն զարգանալու է ու դառնալու է լուրջ պրոյեկտ էլի։ Այսօր 17-ամյա Արման Ասատրյան ունի մի հստակ նպատակ։ Հիմա պլաններումս կա Զերոն զարգացնել, դարձնել համաշխարհային պրոյեկտ, որպեսզի ոչ միայն Հայաստանում լինի, այլ նաև ամբողջ աշխարհում։ Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև վերջին օրերին համացանցում լայն քննարկումների թեմա դարձած Զեբրիկին, որը պաշտոնապես ներկայացվեց որպես Զերոյի սիմվոլ։ Սոցցանցերում եւ մամուլում մեծ արձագանք ստացած կերպարը դարձել է նախագծի խորհրդանիշը, մարմնավորելով ազատությունը, շարժն ու նորարարությունը։ Ծրագրի հեղինակները տեխնոլոգիական մթնոլորտը համադրել էին ջազային տրամադրությամբ։ Երեկոյի ընթացքում հյուրերի համար կազմակերպվել էր հատուկ երաժշտական հատված Մալխաս բենդի մասնակցությամբ։ Պաշտոնական մասից հետո հյուրերը հնարավորություն ունեցան շփվելու նախագծի թիմի, ծրագրավորողների եւ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցելու քննարկումների եւ հարցազրույցների։ Միջոցառմանը ներկա էին տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, գործընկեր եւ մեդիա դաշտի ներկայացուցիչներ, որոնք առաջիններից էին ծանոթանում հայկական նորարարական արհեստական բանականության արտաքին։ Զերոյի շնորհանդեսը դարձավ կարևոր իրադարձություն հայկական տեխնոլոգիական ոլորտի համար, ընդգծելով, որ Հայաստանում արդեն ձևավորվում են արհեստական բանականության սեփական լուծումներ եւ նորարարական տեխնոլոգիական պրոդուկտներ։